Բարև ձեզ, եթերում update լրատվականն է, թարմացնենք օրվա լրահոսը։ Եվ այսպես Երևանում այսօր եւ վաղն անցկացվում է Երևանյան երկխոսություն 2025 միջազգային համաժողովը։ Մասնակցում են աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում են Ֆրանսիայի եւ Հունգարիայի արտաքին գործերի նախարարները, նաեւ Սլովակիայի վարչապետը, փորձագետներ, գիտնականներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ եւ այլ պատվավոր հյուրեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթում ներկայացրել է իր մտորումները Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ներկայիս վիճակի մասին, շեշտել, որ ի հեճուկս բոլոր փաստարկների եւ սադրանքների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն եւ դա միանշանակ է իր համար։ Ինչպես գիտեք, մենք կարողացել ենք համաձայնեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը։ Փաստաթուղթը վերջնական տեսքի ենք բերել եւ ավարտել ենք նախագծի շուրջ բանակցությունները եւ անձամբ ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթը եւ գիտենք, որ Ադրբեջանը պաշտոնապես կապակցում է պայմանագրի ստորագրումը երկու խնդիրների հետ։ Դրանցից առաջինը ԵԱԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումն ընդունելի է մեզ համար եւ մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք հավաստիանալ, որ մենք ու Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը եւ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել եւ անվանել այն Հայաստանի տարածք, որովհետեւ վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 60%-ն անվանել Արևմտյան Ադրբեջան։ Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Ուստի ընդհանուր առմամբ, որն է մեր առաջարկն ապագայի համար։ Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ զուգահեռ դիմել ԵԱԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով։ Ես կարծում եմ դա կառուցողական առաջարկ է, ունենալ երկու փաստաթղթեր սեղանին դրված եւ ստորագրել այդ փաստաթղթերը միաժամանակ, նույն պահին, նույն վայրում։ Հաջորդ խնդիրը, որ Ադրբեջանը բարձրացնում է իր այն պնդումն է, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը իբրև պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Ընդհանուր առմամբ պարզ է նաև, որ կողմերը պետք է որևէ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ չունենան, եւ դա շատ կարևոր նախապայման է խաղաղության համար։ Եկեք խնդիրն ուշադիր դիտարկենք եւ հասկանանք, արդյոք կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ ընդդեմ Ադրբեջանի։ Միակ կառույցը, որը պաշտոնապես կարող է հայտարարել, թե ինչ է պարունակում եւ չի պարունակում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, Հայաստանի սահմանադրական դատարանն է։ Անցյալ տարի Ադրբեջանի հետ կարողացանք ստորագրել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման երկու հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, եւ դա պատմության մեջ առաջին միջազգային երկկողմ փաստաթուղթն էր, որը ստորագրվել էր Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի կողմից։ Եվ Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն մենք այդ փաստաթուղթը ուղարկեցինք մեր սահմանադրական դատարան, պարզելու թե այդ փաստաթուղթը համապատասխանում է մեր սահմանադրությանը։ Անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանի սահմանադրական դատարանն ուսումնասիրեց համատեղ գործունեության մասին կանոնակարգը եւ պարզեց, որ կանոնակարգում Ալմա-Աթայի հռչակագիրը հիշատակված էր որպես հիմնարար սկզբունք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահման ազատելու գործընթացում։ Ուստի երկու կանոնակարգերը իսկ դա նշանակում է նաեւ Ալմա-Աթայի հռչակագիրը ամբողջովին համապատասխանում են Հայաստանի սահմանադրությանը։ Սա նշանակում է, որ Հայաստանի սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ։ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները նույնն են, ինչ խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի տարածքները։ Արտաքին գործերի նախարարն էլ բացման խոսքում անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող անորոշություններին, անսովոր երևույթներին եւ զարգացումներին, որոնց դրսեւորման հավանականությանը երկրորդ աշխարհամարտից հետո ոչ ոք չէր կարող հավատալ։ Ըստ Միրզոյանի այս տարվա թեման նավարկելով անհայտության միջով ուղղակիորեն արտացոլում է մեր ժամանակների ոգին։ Միջազգային կոնսենսուսը խաթարվում է աշխարհաքաղաքական լարվածությունների աճի ֆոնին։ Միջուկային սպառնալիքների վերաբերյալ հռետորաբանությունը կրկին է ի հայտ եկել համաշխարհային խոսույթում, վերադարձնելով անցյալ 100-ամյակի խորագույն վախերից մի քանիսը։ Եվրամիությունը, որը ծնվել է որպես տարածաշրջանային տնտեսական ինտեգրման համայնք, բայց առաջին հերթին որպես խաղաղության նախագիծ, դիտարկում է ներկայումս Եվրոպայի վերազինման ReArm ծրագրի հնարավորությունը, որը նպատակ ունի զգալիորեն ավելացնել պաշտպանական բյուջեն։ Ականատես ենք լինում մարտահրավերական ճգնաժամի խորը վերքերին, երբ սովը համակել է համայնքներին, խաթարվել են մատակարարման շղթաները եւ աբեկչության, ատելության խոսքի եւ անհանդուրժողության ստվերները սպառնում են մարդկային արժանապատվության եւ համակեցության հիմունքներին։ Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքերի առաջ եւ մենք դա տեսել ենք սեփական փորձով մեր սահմաններին մոտ։ Տառապանքն Ուկրաինայում եւ Գազայում մեկուսի դեպքեր չեն, դրանք նաեւ համակարգային ձախողումների արտացոլանքն են։
հիբրիդային պատերազմի երբեմն ուրվականն այժմ դարձել է անհերքելի իրականություն։ Հայաստան-Սլովակիա հարաբերությունների օրակարգը շատ լայն է, բայց վարչապետ Ֆիցոյի առաջարկով որոշել են վերցնել մի քանի առաջնորդող ուղղություն եւ այդ ուղղությունների վրա կենտրոնանալով նոր հնարավորություններ բացել նաեւ այլ օրակարգերի համար։ Այս մասին հայտարարել է վարչապետը Սլովակիայի պաշտոնակցի հետ ասուլիսում ամփոփելով Ռոբերտ Ֆիցոյի հետ քննարկումները։ Նիկոլ Փաշինյանը հատկապես առանձնացրել է ռազմարդյունաբերության ոլորտում գործակցության հնարավորությունները, հույս հայտնել, որ այդ ուղղությամբ կոնկրետ օրակարգեր եւ նախագծեր կլինեն առաջիկայում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի աջակցության համար, իսկ Ֆիցոն հրավերի ու ելույթի։ Պիտի ընդգծեմ, որ այս այցը իհարկե շատ խոսուն վկայությունն է մեր երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության եւ ես ուզում եմ պարոն վարչապետին շնորհակալություն հայտնել այն աջակցությունների համար, այո, հենց աջակցությունների, որ վերջին տարիներին Սլովակիան տրամադրել է Հայաստանին, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը, որտեղ Սլովակիայի աջակցությունը էական է եղել, նաև եվրոպական խաղաղության գործիքի ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցության առումով, իհարկե հիմա նաև ակտիվ բանակցային փուլ է վիզաների ազատականացման հարցով Եվրամիության հետ եւ մենք շնորհակալ ենք այս հարցում նույնպես Սլովակիայի ցուցաբերած աջակցության համար արդեն այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալու այդ թեմային, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի ունենալու գարնանը եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որ շատ մեծ իրադարձություն է Հայաստանի համար եւ ընդհանրապես եվրոպական կարևորագույն պլատֆորմներից է եւ այդ հարցում նույնպես ես անձամբ դիմել եմ վարչապետ Ֆիցոյին եւ ստացել աջակցությունը ինչպես իր, այնպես էլ մեր մյուս եվրոպական գործընկերների, որը նույնպես ես շատ բարձր եմ գնահատում։ Մեր գործարար պատվիրակությունների կազմելը նաև հաշվի առնելով եւ մենք կենտրոնացանք մի քանի ոլորտների վրա եւ ես համարում եմ, որ այս այցը շատ հաջողված է եւ բարձր եմ գնահատում, որ այսպես հնարավորություն ունեցա ելույթ ունենալու Երևանյան երկխոսության շրջանակում սա հնարավորություն է ասելու որոշ բաներ, որոնք այդքան հաճախ չես ունենում, նորմալ հնարավորություններ։ Ոստի շատ շնորհակալություն Հետագա պարոն վարչապետ, ձեր հյուրընկալ վերաբերմունքի համար անհամբերությամբ կսպասենք Սլովակիա ձեր այցելությանը, շնորհակալություն։ Հայաստանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էլ փաստաթղթեր են ստորագրել ապա համատեղ ասուլիսում ամփոփել քննարկումները։ Արարատ Միրզոյանը բարձր գնահատել Ֆրանսիայի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում։ Ժան Նոել Բարոն էլ ասել է, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերություններն արդեն մեծապես ռազմավարական են հաշվի առնելով գործակցությունը, որը կա։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսություն կբացվի։ Պարոն նախարար, կարևոր է նաև նշել, որ մենք բարձր ենք գնահատում, ինչպես եւ նախկինում Ֆրանսիայի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության հարցում, սահմանների անխախտելիության պաշտպանության հարցում, սա իհարկե տարածաշրջանում կանխատեսելի անվտանգ մթնոլորտի եւ խաղաղության կառուցման կարևոր գրավական է։ Արդյոք ուզում եմ օգտվել եւ ասել հարգելի ներկաներ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, մենք այժմ Ադրբեջանի հետ ունենք համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ եւ ինչպես նախկինում այսօր եւս մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ այդ պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը Ադրբեջանի հետ քննարկելու եւ որոշելու համար, ընդհանրապես մեր շուրջ խաղաղ եւ անվտանգ միջավայր ձևավորելը մեր տարածաշրջանը նկատեմ անմիջական հարաբերությունը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է, առաջնահերթություններից է։ Մենք նաև տեղյակ եք հարաբերությունների կարգավորման շուրջ խոսակցություն ունենք Թուրքիայի հետ եւ տրամադրված ենք ամբողջապես նոր խաղաղ անվտանգ տարածաշրջան կառուցելուն, համենայն դեպս մենք Հայաստանի Հանրապետությունը մեր կողմից այդ ուղղությամբ բոլոր քայլերը անում ենք եւ պատրաստ ենք շարունակել։ Նաեւ եթե մի փոքր լայնացնենք մեր քննարկումը Հարավային Կովկասից, ապա կարծում եմ քարտեզին ուղղված առաջին իսկ հայացքը կարող է մեզ թույլ տալ պնդելու, որ Հարավային Կովկասը առանցքային դեր կարող է ունենալ նաեւ Եվրոպա, Կենտրոնական Ասիա
ճանապարհները կամ Եվրոպայում կենտրոնական Ասիան իրար կապելու, իրար ավելի մոտ դարձնելու գործում, այստեղ եւս Հայաստանի Հանրապետության ամբողջական պատրաստակամությունը ունենք եւ մենք ինքներս նույնիսկ մեր ծրագիր ունենք խաղաղության խաչմերուկը, որը ենթադրում է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, իսկապես մեր եւ Հայաստանի եւ ֆրանսիական կողմի քննարկելի հարցերը շատ են, այստեղ իր շատ կարևոր դեր ունի խորհրդարանական համագործակցությունը, ես տեսնում եմ մեր վաղեմի եւ երկարամյա բարեկամներին նստած այս շարքերում Ֆրանսիայի ազգային ժողովից եւ չեմ կարող ձեզ ծանրաբեռնել բոլոր հարցերով եւ բոլոր ոլորտներով, սա ընդհանրապես շատ համառոտ նկարագրություններ, ինչը մենք արդեն ունեցել շոշափելու այսօր։ Ես եկել եմ Հայաստանում եւս մեկ անգամ նշելու Ֆրանսիայի աջակցություն, որը Հանրապետության նախագահը ցանկացել է, որ լինի կայուն, ամբողջական եւ անխախտ։ Նախ եւ առաջ աջակցություն խաղաղության համաձայնագրին, որը դժվարին բանակցությունների միջոցով ի վերջո եկել է համաձայնության եւ ցանկանում եմ այստեղ ողջունել նաեւ վարչապետ Փաշինյանի համարձակությունը, ինչպես իմ ոնց ընկեր Մարկո Ռուբիոն է ասել, ժամանակն է այն ստորագրելու եւ այն վավերացնելու։ Ահա ինչ է սպասում Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան։ Աջակցություն Հայաստանի սուվերենությանը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականությանը։ Հարկ է նշել նաեւ մեր պաշտպանական համագործակցությունը, լինի դա վերապատրաստումը, թե զինամթերքի տրամադրումը։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովել իր պաշտպանությունը, իր սուվերենությունը։ Աջակցություն նաև Հայաստանի ժողովրդավարությանը ընդդեմ ապակայունացման այս նաև մեր նպատակն է Հայաստանին աջակցել իր դեմոկրատական մոդելը ամրապնդելու համար։ Հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդիրները մեր առաջնահերթությունների ցանկում է։ Լրագրողների հետ զրույցում ասել է արտաքին գործերի փոխնախարարը։ Հարցին արդյոք գոհ են բանակցության արդյունքներից Վահան Կոստանյանը պատասխանել է, քանի դեռ չեն վերադարձել, բնականաբար ոչ։ Մեր հայ ազգի ռազմագերիների եւ քաղաքացիական պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մշտապես գտնվում է մեր օրակարգում եւ մեր բոլոր հանդիպումներում այս հարցը միշտ տեղ է գտնում։ Բնականաբար մեր միջոցառմանը նաեւ մարդու իրավունքների ոլորտում հայտնի բավականին գործընկերներ կան, որոնք Երևան են ժամանել եւ վստահաբար խոսելով մարդու իրավունքների ոլորտի մասին մենք չենք կարող եւ ցանկություն էլ չունենք չանդրադառնալ այդ թեմային, հակառակը դա մեր առաջնահերթությունների թվում է։ Իսկ մինչև այն պահը, երբ բոլոր մեր համերկրացիները չեն վերադարձել Հայաստան, բնականաբար արդյունքներով բավարարված լինել չենք կարող։ Գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկումը խորհրդարանում այսօր չկայացավ, այն չեղարկվեց։ Նախագիծը պետք է դեռ լրացուցիչ քննարկվի, որից հետո նոր միայն կքննարկվի ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի համար անհասկանալի է, թե ինչու որոշվեց այսօր չեղարկել, երբ պաշտպանության նախարարն արդեն ԱԺ-ում էր։ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ, որը նախագծի հեղինակն է, ասել է, թե հանրային լայն շրջանակները մեծ ակնկալիքներ ունեն այս նախագծից։ Հանձնաժողովների համար անակնկալ էր, որ նիստից րոպեներ առաջ այն հետաձգվեց։ Դադարեցնում ենք քննարկումները, իրոք նախագիծը որակական փոփոխություններ է բերում մեր համակարգային համակարգում, այն միտված է ավելի ուժեղացնել համակարգային համակարգը, պաշտպանության համակարգը կամ մի շարք դիտարկումներ, իրարամերժ դիտարկումներ եւ բոլոր դիտարկումները պետք է մանրամասն քննարկվեն, նորեկո անցնենք առաջ, շնորհակալություն, ներողություն խնդրում նիստը չեղարկելու համար։ Նախագիծը ոչ միայն խնդրահարույց է, այլև խիստ վտանգավոր։ Գնահատականը խորհրդարանական ընդդիմությանն է։
Նիստի նախագծի հետաձգումից հետո պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Տիգրան Աբրահամյանը մեկնաբանելով նախագիծը ասել են, որ խոսքը ոչ միայն սոցիալական անհավասարության դրսևորման մասին է, այլև իշխանությունը նպատակ ունի կազմաքանդելու բանակը։ Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, թե իր համար նախագծի այսօրվա չեղարկումն ազդակ չէ, որ այն չպետք է կանչվի։ Հարգելի լրագրողներ, ես որևէ մեկի հետ չեմ խոսել եւ ինձ չի տեղեկացվել նիստի հետաձգման մասին։ Իմացել եմ, ինչպես դուք տեսաք, առավոտյան ժամը 9-ին առաջիկայում բարձրաբանումներ սրա մասով եւս կտանք։ Շնորհակալ եմ։ Հաշվառելով այն հանգամանքը, որ նիստը բառացիորեն վերջին րոպեին է հետաձգվել, ես կարծում եմ, որ ակնհայտ է, եղել է պարզ տեխնիկական հաշվարկ, առային, որ ընդդիմություն ներկայացված ավելի մեծ թվով պատգամավորներով եւ այդ նախագիծը որևէ պայմաններում չէր կարող դրական եզրահանգման ունենալ եւ այդ պատճառով էլ իրենց նախաձեռնությամբ տապալեցին, նաեւ հաշվառելով այն հանգամանքը, որ նույնիսկ պաշտպանության նախարարն էր շենքում եւ հասկանալի է, որ վերջին պահին տեխնիկական հաշվարկն է միայն բերել այս իրավիճակին, ու կարծում եմ պատճառները շատ ակնհայտ էին։ Երկու հարց կար, նախ տեխնիկական հարց կար, հանձնաժողովում այսօր այս որոշումը չէր անցնելու, երևի անակնկալ էր իրենց համար, որ ձայները բաշխվելու են հավասար, եւ երկրորդ հանրային ահավոր ճնշում կար։ Այսինքն ուղղակի այն փաստարկները, որ հասարակության տարբեր շրջանակներից բերվում են, դրա դեմ որևէ բան չունեն։ Այստեղ այնքան փաստեր էինք բերել, ցավում եմ, որ քննարկումը հրապարակային դեռ չի եղել, բայց ազգային ժողովի փորձագիտական գրասենյակը տվել է խիստ բացական կարծիք, հակասահմանադրական է ձևակերպել։ Երեք մարդու իրավունքների պաշտպանը ստիպված հայտարարություն արեց։ Նախագիծը խնդրահարույց է համարում նաև ՄԻՊ-ը։ Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ կարգավորումները կարող են լուրջ սոցիալական շերտավորում ձևավորել, անձանց գույքային դրությամբ պայմանավորված, փաստացի հանդիսանալով նաև խտրականության արգելքի սկզբունքի խախտում։ Ստացվում է, որ նույն կարգավիճակում գտնվող անձանց ցուցաբերվում է տարբերակված մոտեցում, իսկ նախագծի հիմնավորումները որևէ կերպ չեն վկայում այն մասին, որ այդպիսի տարբերակումն ունի օբյեկտիվ հիմնավորում ու մարդու իրավունքների չափանիշներին համապատասխանող նպատակ։ Սոցիալական արդարության տեսանկյունից նման մոտեցումը չի կարող ընդունելի համարվել։ Զինծառայողները պետք է զերծ լինեն մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված ցանկացած հիմքով խտրականությունից։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Դատավորը հայտնել է, որ միջնորդություն են ստացել Սերյան Օհանյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Պաշտպանության նախկին նախարար Հայաստան խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը առողջական խնդիրներ ունի, ստացիոնար բուժում է անցնում։ Քանի որ դատական նիստին Սերյան Օհանյանի մասնակցությունը պարտադիր է, դատական նիստը հետաձգվել է։ Հիշեցնեմ, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նիստից առաջ եւ հետո Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին ժամը 15-ին։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային թեմաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել է Եվրամիությանը մինչև հուլիսի 9 ժամանակ տալ մաքսատուրքերի շուրջ համաձայնության հասնելու համար։ Այս մասին Թրամփը հայտնել է լրագրողներին Նյու Ջերսիի օդանավակայանում։ Ավելի վաղ ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ լավ զրույց է ունեցել Թրամփի հետ։ Եվրամիությանը եւ ԱՄՆ-ին կապում են աշխարհում ամենակարևոր եւ սերտ առևտրային հարաբերությունները։ Եվրոպան պատրաստ է արագ եւ վճռականորեն առաջ մղել բանակցությունները, գրել է ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում։ Մայիսի 23-ին Թրամփը հանձնարարել էր Եվրամիությունից ներմուծվող ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքեր սահմանել հունիսի 1-ից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել, որ Իրանի հետ արագ զարգացող միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Չգիտեմ առաջիկա 2 օրերի ընթացքում ձեզ լավ թե վատ բան կհայտնեմ, սակայն զգացողություն ունեմ, որ գուցե լավ բան կհայտնեմ։ Մենք որոշակի իրական առաջընթաց ենք ունեցել, ասել է Թրամփը։ Նրա կարծիքով հանդիպումները ճիշտ ուղղությամբ են շարժվել։ Ավելի ուշ նա հայտնել է, որ կցանկանար համաձայնագիր կնքել, որը կկանխեր Իրանի դեմ ռազմական հարվածը։ Հիշեցնենք, մայիսի 23-ին ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցողները Օմանի պաշտոնյաների միջնորդությամբ Հռոմում անցկացրել են բանակցությունների 5-րդ փուլը։
Ռուսաստանը եւ Ուկրաինան Ստամբուլի համաձայնագրի շրջանակներում իրականացրել են գերիների երրորդ եւ վերջին փոխանակումը 1000-ի դիմաց ձևաչափով։ Երրորդ փուլում կողմերը փոխանակել են 303-ական ռազմագերու, հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ Մոսկվան եւ Կիևը համաձայնության եկան 1000-ի դիմաց ձևաչափով գերիների փոխանակման շուրջ։ Այս համաձայնագրի շրջանակներում փոխանակման փուլեր են անցկացվել նաեւ շաբաթ եւ կիրակի 390-ը 390-ի եւ 307-ը 307-ի դիմաց։ Կիրակի գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը համակցված հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա, օգտագործելով 367 օդային հարձակման զինատեսակ։ Դրանց մեծ մասը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Ռուսաստանի Դաշնությունը կիրառել է 298 հարվածային անօդաչու թռչող սարք, ինչպես նաև տարբեր տեսակի 69 բալիստիկ եւ թևավոր հրթիռ։ Կիրակի գիշերը Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված համատեղ հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, եւս 60-ը վիրավորվել։ Ռուսական հարձակման հարվածի տակ է հայտնվել 13 մարզ։ Ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը հիմնականում թիրախավորել են խաղաղ բնակիչների տները։ Վնասվել է ավելի քան 80 բնակելի շենք։ Արձանագրվել է հրդեհի 27 դեպք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ դժգոհ է Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինի գործողություններից կապված Ուկրաինայի վրա զանգվածային հարձակման հետ։ Ավելի ուշ նա այդ թեմայով գրառում է կատարել սոցիալական ցանցում, կրկնելով Պուտինի հասցեին իր քննադատությունը եւ ասել, որ նա բոլորովին խելագարվել է։ Այս անգամ Թրամփը նաեւ խոստովանել է, որ Պուտինը ցանկանում է ամբողջ Ուկրաինան, այլ ոչ միայն դրա մի մասը։ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Ըստ տեղական բժշկական աղբյուրների մայիսի 26-ի լուսաբացից ի վեր զոհվել է 55 պաղեստինցի, վիրավորվել են տասնյակ մարդիկ, այդ թվում կանայք եւ երեխաներ։ 36 մարդ զոհվել է, երբ իսրայելական ուժերը ռմբակոծել են Գազա քաղաքի Ալ-Դարաջ թաղամասում գտնվող դպրոցը, որտեղ ապաստան էին գտել տեղահանված անձինք։ 19 մարդ, այդ թվում կանայք եւ երեխաներ զոհվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա Ալ-Բալաջ շրջանի բնակելի շինության վրա Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով։ Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության, վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածում հարված է հասցվել ավելի քան 200 թիրախի։ Իսրայելի պաշտպանության բանակը նաև հաղորդել է Գազա քաղաքի դպրոցին հասցված հարվածի մասին, նշելով, որ շենքում գործում էր Համասի եւ Իսլամական ջիհադի հրամանատարական կենտրոն։ Հյուսիսային Կորեան 4 մարդու է ձերբակալել, մեղադրելով նրանց անցյալ շաբաթ ռազմանավի շահագործման հանձնելու ժամանակ տեղի ունեցած վթարի մեջ։ Այս մասին հայտնել է կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը։ Ձերբակալվածների շարքում է Րի Հյոն Սոնը, կուսակցության կենտրոնական կոմիտեի ռազմամթերքի արդյունաբերության վարչության փոխտնօրենը, որը ըստ գործակալության մեծապես պատասխանատու էր լուրջ վթարի համար։ Իսկ մայիսի 25-ին գործակալությունը հայտնել էր եւս 3 հոգու ձերբակալության մասին։ Մայիսի 21-ին 5000 տոննա տարողությամբ ականակրի շահագործման հանձնելու ժամանակ նավի հետևի հատվածը վատ հրամանատարության եւ սխալների պատճառով ժամանակից շուտ էր դուրս եկել սահուղուց, բախվել խոչընդոտի, վնասել հատակը եւ շրջվել։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը տեղի ունեցածն անվանել էր հանցավոր արարք, որը վնասում է ազգի արժանապատվությունը եւ խոստացել էր պատժել բոլոր մեղավորներին։ Ըստ CNN-ի ներկայացրած արբանյակային լուսանկարի, Հյուսիսային Կորեան ծածկել է կողաշրջված նավը, հետաքրքրասեր հայացքներից այն թաքցնելու համար։ Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղի մրցույթում հաղթել են Քրիստինե Մերքոնյանն ու Արա Շիրինյանը։ Նիստը կայացել է այսօր։ Ժամանակավոր մրցույթային հանձնաժողովը ղեկավարելով տեսալսողական մեդիայի մասին օրենքի 25-րդ հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով եւ հիմք ընդունելով քվեարկության արդյունքները կայացրել է համապատասխան որոշում, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է Հանրապետության վարչապետին։ Մարմարիկը հրաժեշտ է տալիս 2-ամյա փոքրիկին։ Այսօր Տիգրանի հոգեհանգիստն էր։ Օրեր շարունակ հրաշքի սպասող համայնքը սգում է։ Հավաքվել են հարազատները, մտերիմները, նաև պարզապես մարդիկ, որոնք եւս սպասում էին լավ լուրի։ 2-ամյա Տիգրանի որոնումները տևել են մոտ 20 օր, շրջանառվում էին բազմաթիվ վարկածներ ընդհուպ մինչև առևանգումը։ Ցավոք շաբաթ փոքրիկի անշնչացած մարմինը հայտնաբերվել էր գետում։ Հուղարկավորությունը վաղն է նույն վայրից։ Սինթետիկ թմրամիջոց իրացնող օտարերկրացիներ են ձերբակալվել։
Մարաշի ոստիկանների բացահայտումը տեսանյութում։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա երկու քաղաքացի զբաղվում են թմրանյութի իրացմամբ եւ ներկապային գտնվում են Քաջազնունու եւ Զավարյան փողոցների խաչմերուկում։ Ստացված տվյալներն արագիրացվեցին։ Ժամը 22:30-ին Քաջազնունու փողոցում նրանց ձերբակալելու պահին օտարերկրացիները փորձեցին դիմել փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվեց կանխել դա, նաեւ մայրաքաղաքում գտնվող ոստիկանության զորքերի մի զինծառայողի օգնությամբ։ 27 եւ 26 տարեկան երիտասարդները տեղափոխվեցին Մարաշի բաժին։ Խուզարկությամբ 27-ամյա երիտասարդի ուսապարկում հայտնաբերվեց մոտ 140 գրամ սպիտակ փոշենման զանգված, նախնական տվյալներով առանձնապես խոշոր չափերով PVP, նաև զիփականով 40 դատարկ փաթեթ եւ էլեկտրական կշեռք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այսօր Նոր Հայաստան հեռուստաընկերության եթերում պրեմիերա է։ Ամեն երկուշաբթի, երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին 20:40-ի եթերում լինելու է Կայ հեռուստասերիալը։ Մանրամասները դիտեք տեսանյութում։ Նոր Հայաստան հեռուստաընկերությունը իր հեռուստադիտողին մշտապես ներկայացնում է բազմաժանր եւ տարբերվող հեռուստասերիալներ։ Այս անգամ եւս բացառություն չէ եւ արդեն այսօրվանից եթերում լինելու է 16 մասից բաղկացած Կայ նոր հեռուստանովելը, որը խոստանում է հիշարժան սյուժե, էմոցիոնալ ու լարված սերիաներ եւ հուզական պահեր։ Մամային փոքր տարիքից չեմ հիշում։ Պապասել երբ որ մահացավ, ես 12 տարեկան էի։ Ֆիլմը Կայ անունով տղայի մասին է, ով շենքի փլուզման պատճառով փոքր տարիքում կորցնում է հորը եւ մնում է տատիկի խնամքի ներքո քրոջ հետ միասին։ Այս դեպքի համար մեղադրվում է ճարտարապետը եւ բանտ է նստում, սակայն այս պատմության խորքերում թաքնված են շատ գաղտնիքներ, որոնց պատճառով խորտակվեցին բազում ճակատագրեր։ 13 ընտանիք սքի մեջ են, որովհետև դու չես կարողացել վերահսկել շինարարությունը։ Այս ամբողջ խնդիրները մոռանալու համար Կայը սկսում է զբաղվել բռնցքամարտով եւ հետագայում դառնում է հայտնի բռնցքամարտիկ, հաղթելով բոլոր հակառակորդներին, այդ թվում եւ իր քրոջ սիրելիին, ով պարտությունից հետո ինքնասպան է լինում։ Տարիներ սպասված հաղթանակը երջանկություն չի բերում նրան եւ այս ծանր ապրումների պահին Կային իմանում է, որ ազատության մեջ է գտնվում այն ճարտարապետը, ում պատճառով մահացել է իր հայրը։ Մարդը, որ մեղավոր էր, արդեն ամիս ու կես ազատության մեջ։ Իսկ թե ինչ է լինում հետո, ինչպես է նա կարողանում հաղթահարել այս բոլոր դժվարությունները, կարող եք իմանալ ամեն երկուշաբթի, երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին 20:40-ին Նոր Հայաստան հեռուստաընկերության եթերում։ Եվ վերջապես եղանակի մասին հանրապետության տարածքում վաղը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Այսօր այսքանն էր, մնացեք խաղաղությամբ։